Սիրելի հետևորդներ, իսկ քանի օր է որ չեմ եկել հողամասը, տեսեք այս փիփերները ինչ լավ է մեծացել։ Մեզ սրանք պետք է ես քաղեմ։ Այն լավ ժամանակն է էլի, որ փետացած չի։ Քաղեմ են սարցախցիկուն որ ունեմ, նրանք ենքան էլ լավ չխորաշուն եմ հավաքել, ոնց որ մի քիչ փետացած լինի, այս սրանք շատ լավն են, հորա նայեք տեսեք, զոխերը հաստ, ավելի կեմ ասում, պերտները, ես էլ լավը, այս զոխերը, այս սրանք պետք է քաղվի, սրանք շատ լավն են, փետացած չեն էլի, իսկ են փոքրերը կթողնենք որ մեծանա, էլ մի ուրիշ անգամ կհավաքենք, երևի որ մի 4 օր անցնի, արդեն սրանք էլ բան կլնեն, հավաքելու ժամանակ կլնի, այս սրանք, որը որ սենց խոշորա, որը որ լավն է, ինի կհավաքենք, սենց, են անգամ, որ եկա հողամասը նկարեցի, բանում գրել էին, մեկնաբանություններում հոգի գրել էր տղամարդ էր, մեկը ասում էր չեք մշակել, չգիտեմ ինչ, մյուսն էլ նրան պատասխանում է, բայց ինձ վրա է գրել էլի, ինչի իմանում, որ նրա վրա բանանի, սխմի, որ նրա վրա գնա, ինձ վրա է եկել, ասում է չես տեսնում, որ մշակված չի, վաղուց վա մշակված չի, այստեղ ինչ պետք է մշակենք ախր, այստեղ, էսի 88-9 թվերից ես հողամասը կա, այն ժամանակ ծառ չունեինք, քարից հող ենք սարքել ես ու ամուսինս, շատ ենք չարչարվել, ստե աշխատանքից գալիս էինք, մի ասում են, երեխեքը գրում են, աշխատում են, հոգնում են, չեն կարողանում, բա մենք չէինք հոգնում, աշխատանքից գալիս էինք ու վազում, ես ու ամուսինս, որ մի քիչ էլ քանդենք, ես 600 մետր կլնի սա, չնայած սեփականացված չի, հիմա երբ ձեռներից վերցրի, ինչև վերցնելը, ես քանի տարի է, 25 թիվն է, 25-35 տարի էլի երևի, ամից բան չանեմ, այդքան տարի է, մշակում ենք, հիմա էլ մշակել ոչ մի բան չկա, էլ ինչ մշակենք, սաղ ծառ է, հիմա բաց է երևում, բայց որ ցանենք տերևները հեսա ծառեն իրաց տերևներով կփակեն, իսկ հով տեղը ոչ մի բանը չի աճում, պետք է արև լինի տեղը, որ ինքը աճի, դե համար ոչ մի բաներ, եկա պոպոքի ծառն է, սրա տակը ինչ պետք է աճի, ես հիմա տերևները այդքան չկա, խոտը սենց աճել է, իմ եսա որ տերևները լինի, այս կանաչները լրիվ չորանալու է, տակը մի բան չի մնալու, որտեղ պոպոքի ծառի տակը ոչ մի բան չի աճում, բայց ասեմ որ մոշը աճում է, մոշը, մալինան, ոնց որ դրանք չի խանգարում, դրանք աճում են, ես ինչ լավ փիփերտներ է, համ զրուցում եմ ձեր հետ, համ էլ քաղում եմ, լավ փիփերտներ ատ, ես էլ սենց, անցնենք էմյուսյանը, ափսուս հետս բան չեմ բերել, որ ես հավաքածները դնեմ,
Երևի մի հատ կիչնեմ, նոր կբարձրանամ, նորից կբարձրանամ, այս չապ հավաքեցի, ոնց որ մի թեթև էփելու եղավ, ես տնեմ ձերս, որ ստեղ էլ կա, հալի կա եսա, ստեղ էլ կա հավաք, կա, Ես թաղն էլա լավ թաղ, ես անձրևներին լավ մեծացել է, հեսա որ անձրևները կտրվեց, ինքը արդեն դες պապուկ չի լինելու, ես մեկն էլ ես էլա լավա, ես բռնեմ արմատը դուշ չկա, արմատը երես է, որ քաշում եմ, ոնց որ ուզենա արմատը դուրս գա, իչև իչնելս, ինչքան կարողանամ պահել թևիս տակին, վեդրո կա էստե, հա, էսա վեդրո կա էսա, ես ջուրը դատարկեմ, անձրևաջուրը հավաքվել է մեջ, դեսա վեդրոյի մեջ, սա կիչ լավ եղավ, շատ լավն է, ես ափսուսա որ թողնեմ թետանը, լավը, Տեսնեմ են կողմի վրա էլի կա, տեսնեմ ես վետրոյի մեջ, տեսնեմ են կողմեր էլի կա, այսրկ սրանք լավը չեն օրինակ, պարդամ չեն էլի, մեր լեզով ասած, սրանք էլ ստեղ էլ կա, չէ սրանք էլ էդքան լավը չեն, մանրան էլի որ չոր լինեն, Էստեղ էլ է լավը, քանի, այսի կաղել իմ ատերից, ես երկու ծառն էլ ակզի ծառա, այս սրանք, արդեն սա որ երկուղ տարի էլ կարենանք պահենք, ինքը արդեն կմեծանա, ես էլ բանա, ինչ են ասում, ծաղայկը դեղին տեսնում եք, ինչ էինք ասում սրան, չարի մտեն են գնես, որի մտեն են գար անունը, մի քիչ դժվար է լինում, երևի դուք արդեն գիտակցեցիք ինչ է, մեկնաբանությունում կգրեք, որ արանքում հիշեմ կասեմ, չէ, հենա ուզում է ասում խիով էր ոնց որ, սել այսպես, իշնենք ներքև, հետևորդներ, հեսա ես չապ, պիպերտ հավաքեցի, մի էպելու պիպերտ, որ լեզով ասաց, հիմա ուրիշ գործ եմ անելու, հիմա վերցնեմ ես բանը, ինչա կոչվում, սա
Ինչ ա կոչվում, կարող եք ասել մեկնաբանությունում գրեք։ Առաջ գիտեի, հիմա չգիտեմ, հատ էլ որ սղոց էլ գտնեի, այն վերևը չորացած բաներ կա էլի, կգտրեի, ասե որտեղ ա դրել, կարամ գտնեմ, չեմ էլ կարա գտնեմ, որ լինի լավ ա, հա հեսա գտա, հեսա տանեմ այնտեղ չոր ճյուղեր կա, տենամ կարամ կտրեմ, չեն գնեմ ջարդու խորթել եմ մենակ, հատեղանց տեղեր պիպերտ կա, չես տեկա, բայց չորու կա, պարդամ չի էլի, լավ չի, այ սիրելի հետևորդներ, դա վերջապես եկա տուն, մեր իմ հավաքած պիպերտն էլ բերեցի, հիմա մաքրում եմ, ուրեմն նայեք տեսեք, որոշ մարդիկ կարողա չիմանան, քաղաքի ապրողները կարողա չիմանան պիպերտը ոնց են ապրում, օրինակ գիտեմ, որ չգիտեմ, եթե էսի շատ ա փափուկ, էս յոխը թողնում եք մնա, փափուկ ա, իսկ էս մաքուր տերևները, որ ծակ չի, բան սա մաքուր ա, այստեղից կտրում ենք, այսից կտրում ենք, սիրելի հետևորդներ, իսկ սա փափուկ ա, ափսոս ա, որ կտրենք, թափենք, նայ, սա, այս ծայրի թևիկը գցում ենք, որը որ վատնա, այս մնացած այսից պոկում ենք, այս չափի կտրում ենք, նայեք տեսեք, այս սերմերն էլ պոկում ենք, երևում է էլի, որն ա փափուկ, որն ա պետ, իսկ էսի դնում ենք ստեղ, նույնը, տերևը նայ, որնակ ես տերևի վրա ծակ էր, չէ, այս ծակը տերևը չենք վերցնում, ուրեմն ինքը լավ չի, տերևները միշտ այս սենց են կտրտում, իսկ այս զոխերը, որ ինքը փափուկ ա, սա թողնում ենք, անես փափուկը մի հատ ձեռս ընկավ, էսա, ասա նման էլի կա, էլի ինքը ավելի մեծոտ էր, ուրեմն դրել էդի, հա, այսի, դες ինչքան ա փափուկ, այս որ սենց ճտերով ա, այս ճուտը սենց կտրում ենք, այս թևիկներն էլ որ տենում եք շատ մատղաշ չի, գցում եք, այն լավ մատղաշներն եք վերցնում, որ էպած կերակուրն էլ սուպն, նայ, այսքան տեղը պինդ ա, երևում ա, որ եսի պինդ ա, ստից փափուկ ա, այսից բան ենք անում վերցնում ենք, վաղն էլ մեր էպելու ճաշը ունենք, վաղն էլ պիպերտ կեպեմ, մի բոլ լավ պիպերտ կեպեմ, որ միշտ էպում եմ քիչ ա լինում, մի քիչ կարտոֆիլը սովորականից մի քիչ շատ եմ գցել, բան եմ տղել նեղում ասվալարի կարտոշկա ես սարքել, հիմա ես անգամ շատը պիպերտ գցել, ասեց ընկերներ ջաների չասեմ, հանդիպենք մի քիչ հետո, ուրեմն սիրելի հետևորդներ, ես պիպերտը ինչ շատ հիշեցրուց, ասենք երեխա ժամանակ գյուղում էինք, դաշտերում աշխատում էինք ծնողներիս հետ, հայրս սիրում էր էլի կանաչեղեն, ուր գնար մի բան ձեռքին կբերեր, գնում էր մեկ էլ տենում ենք դանդուրը հետևից քաշ տալով եկա շատ էր սուց բռնում էր երկարա չէ, այսպես քաշ տալով բերում էր, պիպերտը բերում էր, իմ ձեռը ընկներ բերում էր, մերս ասում էր կանաչի ա գտել, բերում ա, էր ասում չբերեմ, ասում ես չի բերում, բերում եմ, ասում ես բերում ա, հիմա ոնց անենք որ լավ լինի, հիշեցի էդի, հիշում եմ ծմեր օրով հիվանդացել էի, հիվանդանոցում էի, երեխա ժամանակ պարկած էի, մեկ էլ տեսա այդ կողքից հիվանդի ծնողը ձմեր օրով պիպերտ էր բերել էպած,
բայց այդ գյուղի փիփերթը ոնց որ այս տերևները ժանգոտած լինեն, գյուղի ապրողները կհիշեն էլի, այս ծայրամասերը տերևները ժանգոտած լինեն, ու տենց էլ այդ կնիկը էփել բերել էր։ Բանա, ասեց կուզե, ես էլ ասցի, հա, մերս ասեց, մերս ծիծաղը չկարավ չի ասի, նայի, այսրան ժանգոտած ենք ասում, էսի, այդ էնում եք են դեղինը, դրան ժանգոտած ենք ասում, սա ուտել ուչի չէ, որ ուտենք, իրանք էլ մինենց ընտանիք չէին էլի, մերս ասեց, իզ ասեցի, հա, մերս ասեց չէ, հետո մերս ծիծաղելով ինձի հասկացրուց, որ իսկ բան կանեմ, կբերենք, հետի թող բերել ինքը իրան հիվանդի համար, թող իրան հիվանդը ու ես քո համար կբերեմ։ Եկել որ դուս գրվեցի գնացի տուն սնցա, այ աղջի, դու չտեսար, որ ինքան ժանգոտած էր են փիփերթը, բանը, այդ երևում էր էփած ժամանակ դու ոնց պետք է ուտեիր էդի։ Ես ասենք այդքան բան չեմ էլի զզվող չեմ, բայց մերս շատ էր զզվող։ Մերս որ միտեղ հարսանիք լիներ, կասեր գնատես տոլմեն դևային ժամանակ տոլմային փաթաթում խաշլամային անում, էդ էին անում հարսանիքի ժամանակ։ Ասում էր հլա քնարի գնատես ով է տոլմա փաթաթողը, որտեն այդ տոլմեն փաթաթողը եթե մաքուր տանտիկիներ են, ուրեմն ինքը այդ հարսանիքին այդ տոլմից կուտի։ Եթե մաքուր չեն, ինքը այդ տոլմեն չի ուտի, գմես միաբիտ գալիս էի ասում, ես ինչ մարդիկ էին ասում, ոյ, ես էլ հավի ախորժակ ունեի, որ այդ տոլմից ուտեմ, մամա ջան, հիշողություններ, մինչև իրանն են, վերջի ժամանակներ ինքը դա վերա չի արել, ինքն է իրան ճաշտ, ինքն է եփել ճաշտ, այ, ես շատ բաներ կա չեմ ասել, ես էլ եմ մի քիչ քաշել իմ մորս, ասեմ, ցույց չեմ տալիս, բայց որ տեսնում եմ իմ ես ձևը, ես էլ եմ մորս քաշել, շատ բաներ դուրս չի գալի, ես ինքս եմ, ուզում եմ ես ինքս էլի արած լինեմ, կարող է իմ արածներ իրան չի դուր գալիս, բայց նավդի ես իմ սարքասն եմ սիրում։ Ատեն սիրելի հետևորդներ ջան, իսկ թվում է սրանով ավարտեցինք մեր այսօրվա հոլովակներ, սիրելիներս, խնդրում եմ չմոռանալ, բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակ կոճակը, գրվել ձեր մեկնաբանություններում, ձեր հիշողություններից, մեր տավուշչի լեզուս լարկվեց, տավուշչիները իմանան էլի կհիշեն իրանց մանկությունից, ես գիտեմ, որ նայողներ ունեմ, իմ հոլովակը, իմ զեմնակները նայում են, իմ համագյուղացիները, իրանք ինչ տպավորություններ, դուք ինչ տպավորություններ ունեք ձեր մանկությունից, ես մեծ հաճույքով կգարթամ ձեր մեկնաբանությունները, դե սիրելիներս տեսություն ձեզ, ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակին։